շրջանի ղեկավարին ասեք, որ պահանջում ենք, ինչպես մի ձեր տվեք։ Շանում եմ ձեր մի տվեք։ Ես լսեցի ձեր տվեք։ Ես հավաքանի եմ ու կարող ենք բարձրանալ, ինչի չի աշխատում։ Վարչական շրջանի ղեկավարի, որպես հավաքանի բոլոր Երևան կառույցում գործող շենք ուր է գնացել բա։ Քաղաքապետարանում է հարցել եմ, ասել են ստեղ չի։ Փախել է ինքը, ժողովուրդ, ինքը պիտի պատասխան տա։ Բայց քաղաքապետը տեղում չի, հենց հիմա դրսում է։ Քաղաքապետարանում է։ Ուրեմն նորից կրկնեմ, քաղաքապետը կոնկրետ մետրոյի կայարանում է, ես եկել եմ, այն անպատասխանատու մարդուն, ով որ կարող է զանգել հետևից արտահայտություն թույլ տալ, իր երեսին նայեմ, իմ ասելիքը ասեմ ու իր երեսին, վարչական շրջանի անլվա ղեկավարի, ով որ իրան թույլ է տվել ոչ պարկեշտ պահված, ով որ դե եմի շուտով կիմանաք, ես սենց ասեմ ձեզ, ես որպես ավականի իրավունք ունեմ ցանկացած շենք մտնելու քաղաքապետան, ինչի համար իմ այդին չի ճանաչում, ով ասա պատասխանատու։ Երբեք եկե այդին ներկայացնել։ Ես քաղաքապետարանում եմ ներկայացրել, իմ ֆեյսը ճանաչում է։ Կապ չունի բոլոր շենքերը ես կարող եմ մտնել։ Դուք լուրջ եք ասում։ Դուք լուրջ եք ասում։ Անհարմար է, ձեր ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Տնտեսվարը դուք անվտանգության հետ ինչ գործ ունեք։ Պարետին է ենթարկվում։ Ուրեմն, բայց հայ անվտանգության հետ դուք ինչ։ Ուրեմն այդ վախկոտ ցռան վարչական շրջանի ղեկավարին բարի սուղի իմաստով շատ լավ իմացել է ժամը 3-ին գալու եմ ստե, պարտավորը ստեղն է։ Եթե դες թռած է ինքը, եթե ինքը թռած է, հիմա շարունակենք մեր ակցիան։ Ուրեմն շարունակում ենք։ Այստեղ հատատել բանը։ Ուրեմն Ժողովուրդ ջան, եկել ենք պատասխան ուզելու վարչական շրջանի ճակերտավոր ղեկավարը թռել է, ինքը բեզաչոտնիկ է։ Ինչա։ Բեզաչոտնիկ, թե քաղաքական, թե տղայական առումով։ Անունը կասեք վարչական ղեկավարին։ Ոչ բարոք Էս ոչ ու բարովն է։ Տիգրան Տեր-Մարգարյան։ Ուրեմն ժողովուրդ ջան, հիմա ես Ձեր նկարը պահեք էստեղ, որտեղ չաստրիկ նկարը։ Ձայնագրությունն եմ միացնում ու հիմա ղեկավարի խոսակցությունը։ Դուք հրապարակային ասել եք, որ գալու եք, այսինքն նա միտում տարածքից է։ Թռել է։ Գուցե տարածքում փախեց ամուսը։ Հա? Բա ի՞նչ է, լոջիկը հլեգավ է։ Լոջիկը առանց պարաշուտի է։ Հեսա թռնում է։ Լոջիկ չի, ուրիշ բան էլ է։ Ուրիշ Հեռաց արա։ Լոջիկը գոնե լուրջ գործ են անում։ Ուրեմն ժողովուրդ ջան, խնդրեմ խոսափոխները մի փոքր մոտիկացնենք։ Ես հիմա միացնեմ ձայնագրությունը ամբողջ խոսակցության։ Տուերը միաժ։ Լկներեք էլի, ժողովուրդ ջան, Սա ձեր տեսանյութը հրապարակելուց հետո։ տեսանյութը հրապարակելուց հետո։ Տիգրան Տեր-Մարգարյանը զանգում է ինձ։ Ժողովուրդ ջան, մի փոքր աղմուկա, որ ձայնագրությունը բոլորին լսելի լինի։ Սկոճի ձայնագրություն։ Չափը այդ որ նյութ եք անում թաղապետին մատնանում եք, որ թափեմ երկուսի վրեն, քոու մեսրոպի։ Լսի Թափեմ ես քո վրեն, արա։ Դերը դեք տենանք, արա։ Թափեմ վրետ, արա։ Լսի այ Լսի որնա, տեղժակ պայմանավորվեք տենանք իրանք, այ թափեմ մրթիտ։ Ու պատասխան ես տալու, այ համբալ։ Ոնց որ իշխան դեպքից շպտացինք, լավ զգացինք ոգևորված, արա։ Այ համբալ։ Հեսա դեն այ հալըտ ինչ ալնելու, արա։ Կար լխելու եմ քեզի, այ համբալ։ Քեզի դրել ես ծարի տեղ ժամ կացես, եղավ արա։ քեզ որ դնում ես Ներողություն եմ խնդրում այս ձայնագրության արտահայտությունի համար, ինքը ոչ եթերային է, սակայն հանգամանքները այնպիսի են հասել, իրավիճակի են հասել, որ հանրայնացումը անհրաժեշտ է, քանի որ այս իշխանությունը հնչեցնում է, որ ժողովրդավար իշխանություն են իրանք, սակայն մենք տեսնում ենք խուլիգանական պահվածք է, ոչ վարչական շրջանի ղեկավարի վայել պահվածք է, որ զանգում է հայ յուանք տալի, բացի պաշտոնյանից ինքը լավ տղա չի, ինքը, ասենք, փողոցայինով որ խոսենք, ինքը թռած թաղապետ է, որ մարդուն ասում են տեղ ժամ պայմանավորվում են գնանք տենանք, չի գալի,
Այն որ ասում եմ, որ հետո ուրիշ տեղեր չասի, դե ինքը բլոգեր է բան, էլի, սենց ոգևորված չխոսա։ Թռել է։ Հիմա ինքը գիտի, որ ստե եմ գալու։ Զանգերից չի պատասխանել։ Հիմա եկել եմ, ժողովուրդ ջան, իրան պատասխանատվության ենթարկեմ։ Ու հիմա Ուրեմն ժողովուրդ ջան, ես հիմա հրապարակայնորեն ասեմ ու նաև Տիգրան Ավինյան ձեզ ուղիղ այս փնթու հիմի թափելը մրցումներին ու երեստերին կտեսնի ինքը որնա մնաց պաշտոնավարեց, հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք, այսինքն ԿՊ-ն, հանրապետությունը միասին։ Սիրելի այրնակիցներ, այս հանրապետությունը որ կա, իր նպատակը կեղծ ընդդիմադիր լինելով հանդերձ, գա նմանատիպ լկտիանա։ Իսկ մանկապարտեզի փողը ուրանալը 300 միլիոն դրամ ծախսելու արդյունք չտեսնելը անավարտ թողել այդ process-ը 300 միլիոն է եղել դրա արժեքը։ Մի ծախսել եք, թե չեք ծախսել, ասեք։ Օրինակի համար դրանից նեղվում ես, հետևդ պաժարը անգնում, կհանգստացնենք քեզ։ Ու հիմա որ դերքի շփե այդ ամբողջը, ինչը կար, ինքը հասկացածինը որն է լինում։ Քաղաքական պապանել։ Լակոտ, չափը քաղաքական պապանել։ Թափում եմ վրես, դեմքիտ եմ թափում, արա, դու ենքան տղա չեղար, որ քո ասասների համար ոչ միտե դու չես կարացես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատով, որովհետև դու նորից եմ կրում, փչած զանգերին չես պատասխանել, թռել ես։ Հանդիպումից, եթե մի մարդ պիտի զանգի հեռախոսով հայհոյանք տա ու դրա համար պատասխան չտա, ինքը լավ տղա չի, էլ ճիշտն ասած ոչ եթերային արտահայտություն էլ կանեի, բայց ժողովուրդ ջան, չեմ ուզում իրանց մակարդակի ցածրանամ, այ էս է։ Բարոյական, թե քաղաքական առումով եկել եմ Թաղապետարանում իրա մրթին, իրա վրեն թափեցինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ ձեզ, արդեն քաղաքապետարանում բավականաչափ լուրջ պաշտոն զբաղեցնողը իրեն թույլ է տալիս հեռախոսով զանգել, այն փաստի վրա, երբ որ դու արձանագրում ես, որ մանկապարտեզի վրա ծախսած գումարը ուղղակի չկա ու քանդվում է, իրան թույլ տա հետևից հավեյանք տա, լակոտ, նորից եմ ասում, դու լակոտ ես, բարիս ուղիղ իմաստով։ ԿՊ կուսակցության անդամ է թաղապետը։ Ուրեմն թաղապետը Վազգեն Սարգսյանի եղբոր հանրապետություն կուսակցության ներկայացուցիչն է։ Ուրեմն իմիջայլոց ձեզ ասեմ, որ այս ամենի համար պատասխանատվություն հավասար կրում է նաև Տիգրան Ավինյանը ԿՊ-ի հետ միասին։ Ձեր համար ուղիղ հարց եմ տալիս, Նիկոլ Փաշինյան, ձեր համար նորմալ է, որ ձեր իշխանության, ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում ամենալկտի փողոցային պահվածք։ Ամբողջ կյանքը նորից եմ կրկնում, երազելա, որ մեծանա Շմայս դառնա։ Գոնե Շմայսը անցած պատերազմով ճանապարհ ուներ։ Ուրիշ բան չեմ ասում, մենք իր պատասխանը քաղաքական առումով տվեցինք։ Ասում էր, թափեցինք մրթներին ու դեմքին։ Ոտից գլուխ իրան։ Ստեղ լիներ իր դեմքին էի թափել ու մրթներին էլ հետո։ Ու պատասխանը ամեն ձևի էլ տալիս ենք, բայց ինքը քան որ թռասա, հետևները մռմռում ատը կոռուպցիա է բացահայտվել։ Բացահայտվում է ամեն օր, ամեն ժամին։ Այս իրանց քթի տակի տոմետները նույն ընկերությունն է, հետևին ասեն այգին նույն ընկերությունն է։ Երևանյան լիճը նույն ընկերությունն է։ Մի հատ էլ վերջում 2.5 միլիոն են այս ընկերությանը տալիս։ Ուրեմն Թալանի Այսինքն Արամ Զավենիչի կուսակիցը